Պարոն Ղուկասյան, օրեր շարունակ մեկ շաբաթ է ընտրիգը շարունակվում էր Գյումրիում, արդյոք ընդդիմադիր ուժերը եւ մասնավորապես Մարտուն Գրիգորյանը կմիանա եւ քաղաքապետի ձեզ անհրաժեշտ ձայները կտա։ Այսօր արդեն հայտարարություն եղավ եւ նա ասել է, որ կապահովի ձայներ, որպեսզի դուք քաղաքապետ դառնաք, բայց նաեւ միաժամանակ ասել է, որ իրենք հետամուտ են լինելու ամեն վարքյան, նաև քաղաքի խնդիրներին իրենց պատասխանատվության ոլորտում է լինելու։ Մարտուն Գրիգորյանը նաև ասել է, որ չի ակնկալում որևէ պաշտոն։ Այսինքն ստացվում է, նախ ուզում եմ գնահատեք այս հայտարարությունը եւ ստացվում է նաև, որ դուք միանձնյա ձեր ցուցակով եք իշխանությունը ստանձնելու, որովհետեւ ընդդիմադիրները հրաժարվել են պաշտոններից։ Ես մի բան պիտի ասեմ, որ փառք Աստծո կամեցածին։ Ընդհանուր առմամբ ես ինչ որ անում եմ, ասում եմ, եթե քո կամոք է տեր, թող կատարվի, եթե ոչ մարդկային կամքով է, թող չկատարվի։ Դրա համար այնտեղ Գրիգոր Տատևացու մեջ գրված է, որ ասում է, լավ է Աստծո կամքով մի որդ լինեի, քան մարդկանց կամքով թագավոր եւ իշխան։ Ինչ որ Աստված կամեցել է, փառք իր կամեցածին, եւ հետո այս ամեն ինչ որ ես հիմա տեսնում եմ եւ ովքեր որ հավատք ունեն, գիտեն Աստծո ներգործությունը, ուրեմն պիտի հասկանան, որ սա ի վերուստ է, ոչ սա մարդկային չէ, սա ի վերուստ է։ Իսկ եթե Աստված կամեցել է, ուրեմն ոչ ոք չի կարող Աստծո կամեցածին ինչ որ դեմ գնա, թեկուզ պետություն, թեկուզ աշխարհի ամենահզոր պետությունը։ Եվ ես կասեմ, որ փառք Տիրոջ կամեցածին, եւ սա եզան լուծն է։ Ես գիտեմ սա ինչ բան է, ես 13 տարի աշխատել եմ եւ աշխատել եմ այնպես, որ իմ մարմնի վրա եմ զգացել եւ գիտեմ թե սրա ծանրությունը ինչ չափի է եւ իմ խոսք տվածները ինչ որ խոսք եմ տվել, ես գիտեմ թե ինչի տակ եմ մտել եւ այս ամեն ինչը գիտակցելով նախ բարձրաձայնել եմ եւ հետո ստանձնելու եմ այդ աշխատանքը եւ միանշանակ ես իմ նկատմամբ եմ խիստ կարիքը չկա, որ ասենք ինչ որ ես որևիցե մեկին կամ ինչ որ մարդկանց կամ բանով զգաստանամ, էլի բան, ես ինձանով զգացել եմ եւ գիտեմ, որ իմ ասածի ուրեմն դադավոր Աստված է, առաջինը իրեն պետք է պատասխան տամ, հետո ժողովրդին, հետո էլ մնացածին, առաջն Աստված, կաբրենք կտեսնենք։ Պարոն Ղուկասյան, բանակցություններ ի վերջո ձեզ հետ տեղի ունեցավ, թե պարոն Գրիգորյանը միանձնյա որոշել է հայտարարություն։ Ես բանով եմ լսել, ուրեմն կարդացել եմ իր հայտարարությունը եւ մենք իրար հետ չենք խոսել եւ հույսով եմ կխոսենք թուրքն ու հայը չենք ես ներողամիտ մարդ եմ ամեն ինչի մեջ ես այնպեսի բնավորություն ունեմ որ ասենք մի խոսքով ինչ որ սուրբ գրքի մեջ գրված է ես աշխատում եմ այդպես ինձ պահել թեկուզ մարմինը չցանկանա բայց հոգին ինձ կթելադրի ավելի շատ հոգով եմ ես առաջնորդում քան մարմնով Եվ այդպես փառք Տիրոջ կամեցածին ինքը ճիշտ է արել, ասեմ ձեզ, կարող է ցավալի է, կարող է դժվար է եւ իրոք այդպես է կարող է լինի, որովհետեւ շատ դժվար է նմանատիպ հայտարարություն անելը, բայց ես գիտեմ, որ դա իրենց անունի համար են արել եւ անունը ավելի բարձր է կամ նյութականը եւ ամեն ինչը աշխարհի տակ։ Ճիշտ քայլ է արել։ Ինքը խոսել է, որ իմ նկատմամբ չլիներ, այլ մարդու նկատմամբ լիներ, ես կողջունեի անպայման։ Այսպես յուրաքանչյուրի նմանատիպ քայլը ես ողջունում եմ։ Մարտուն Գրիգորյանն ասել է, որ բավական բարդ որոշում է եղել իր համար, բարդ էր ձեր հետ կապված մասնավորապես, թե կարծում եք իրականում ցանկացած պարագայում որոշումը պետք է որ բարդ լինի։ Գիտեք ինչ, այդքան որ իմ ու իր հետ կապված մեր ընտանիքների ու իրենց ընտանիքների հետ այդքան շատ է լրատվություն ներկայացնում, դա այդպես չէ։ Հավանական է դա ուզում են այդպես ներկայացնել, որովհետև դա այդպես չէ միանշանակ։ Ավելի շատ ես քաղաքական եմ տեսնում, քան թե այդպես մարդկային, ինչ որ անձնական խնդիրների հետ կապված, որովհետև ես շատ լավ հասկանում եմ դրա բարդությունը, թե որտեղ է կայանում, չեմ ուզում հիմա շատ ընդլայնվել, կաբրենք կտեսնենք հետագայում աշխատանքը, թե ոնց է ստացվելու, եւ հույսով եմ, որ Աստված կփոխի յուրաքանչյուր մարդու միտքը, հոգին եւ ամեն ինչը։ Արդեն իշխանության կողմից քննադատական գրառումներ կան, հայտարարություններ կան եւ ասում են, որ ճակերտավոր ինչպես իրենք են նշում, այս հայտարարությունը կարճ կտևի։ Գիտեք ինչ, ովքեր են դա ասում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ, անդամներ։ Քաղաքացիական, ուրեմն պայմանագիր կուսակցության, ուրեմն այդ անդամները, ես մի բան գիտեմ, որ
հələ թող իրենց մասին մտածեն, թե իրենց կուսակցության երկարատևություն ինչքան կլինի, հետո նոր իմ մասին մտածեն։ Ես երկար տարիներ շատ նախագահներ եմ փոխել, վարչապետեր եմ փոխել, թող իրանք հանգիստ լինեն։ Ես ուրեմն մենք Նիկոլայ առաջինի, երկրորդի, Ալեքսանդր առաջինի, երկրորդի օրոք մեր ազգությունը, Ղուկասյան ազգությունը միշտ բարձր տեղում է եղել ու հարկանք է վայելել այս քաղաքում եւ հանրապետությունում։ Այնպես որ նմանատիպ մարդկանց խոսակցությունները առ ոչինչը, եթե օվկիանոսային լավը չեն տեսնում, մի բուր վադն են տեսնում։ Նմանատիպ մարդիկ ուրեմն անպայման նրանց ճանապարհը շատ կարճ է լինելու, եթե ճշմարտությունը չեն տեսնում ու ուզում են, ասենք, մարդկանց վադաբանել ոչ ճիշտ ձևով, դրանք հեռանկար չեն ունենալու միանշանակ, ասեմ ձեզ, չեմ էլ ուզում իջնել իրենց մակարդակին, իրենց ինչ որ մի բան ասել անձնական, ինչ որ վիավորանք, ինչ կան, որ իրանք ինձ վիավորեցին, ես ուղղակի պատասխանեցի, թե չէ ինձանից ոչ մի բան դուրս չէր գա։ Իրանք սկսեցին եւ ես պատասխանել եմ։ Ես էլ այնպիսի մարդ եմ, որ չեմ կարող չպատասխանել։ Իհարկե միայն աստվածային սիրո կարող եմ եւ շատ խոնարհվել։ Պարոն Ղուկասյան, հիմա արդեն կարող եք ասել ձեր փոխքաղաքապետը ով է լինելու եւ որոշակի արդեն ունեք պատկերացում ում եք փոխքաղաքապետը նշանակելու բաժին։ Այո։ Ուրեմն փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Արաքելյան։ Ինքը մի քանի անգամ եղել է ավականի, լուրջ կրթություն ունի, դաստիարակված տղա է եւ հույսով եմ, որ լավ կլինի եւ ճիշտ ես ուրեմն կադր եմ գտել, որպեսզի հետագայում ինքը լինի փոխքաղաքապետ, այսինքն այս պահին։ Այսինքն առաջին փոխքաղաքապետը լինելու է ինքը։ Կադրային ջարդի մասին նաև ասեք։ Կադրային ջարդի մասին ասեմ, ես ընդհանրապես ջարդ չեմ սիրում, ով բանիմաց է աշխատելու է միանշանակ, ով բանիմաց է, ով մասնակետ է անպայման աշխատելու է, ով քաղաքական նկատառումներով է եկել, իրենց դիմում կգրեն գնան, որովհետև ինձ հետ չեն կարող այդպիսի խաղեր խաղամբաներ անեն, որ իրանք ուզենան ինձ ոտ պահել կամ ինչ որ մի բան անել, եթե կարողանան իրենք աշխատել հանուն իշակաղակի, կապ չունի ով է բերել, ես կպահեմ, անպայման իմ սկզբունքը դա է եղել, եւ ընդհանուր կարող է հիմա ես ոնց որ այն ժամանակներում եմ արել, գնաց է դռները ծեծել են, ասել են եկեք ձեր ժամանակը հասել է, եթե լուրջ մասնակիցներ են, իրենց անպայման կհրավիրեմ։ Եվ բացի դրանից հայտարարություն կանեմ, ինչ որ ինձ ծրագրի մեջ եղել է, մնացած կուսակցությունները, ովքեր որ ներկայացրել են լուրջ ծրագրեր, կարող ենք մենք նստել, քննարկել, եթե որևիցե մեկը անհատներ էլ կան, որ ավելի լավ ծրագրեր ունեն քաղաքի նկատմամբ, միանշանակ լսելու եմ ու ընթացք եմ տալու։ Բայց դեր ընդդիմախոսները, իշխանության ներկայացուցիչները բավականին արմատական ընդդիմություն եք ունենալու, դժվար չի լինելու նախաձեռնություններ իրականացնել, օրենքներ կյանքի կոչել։ Ընդդիմության մասին ասեմ ձեզ, որ ես ամբողջ կյանքում այնքան ընդդիմություն եմ ունեցել։ Ընդհանրապես, երբ որ առաջի համարների դասին ես դասվում, չես կարող ընդդիմություն չունենալ։ Ես սովոր եմ դրան։ Մանկապարտեզից ընդդիմություն եմ ունեցել մինչև այսօր։ Դա ինձ համար պես մեծ բան չի։ Ես սովոր եմ, ուրեմն գիտեմ, ես մի բան գիտեմ։ Ուրեմն ճիշտ ապրելակերպ, ճիշտ պահել ինձ, ամեն ինչից առավել, ամեն ինչից շատ պահել ճշմարտությունը, որովհետև ճշմարտության Տերը Աստված է։ Ու մնացած ինձ համար շատ հեշտ ու հանգիստ կլինի։ Իսկ ովքեր էլ որ ճիշտ են, ճիշտը հասկանալով ինձ հետ համամիտ կլինեն։ Ովքեր էլ որ չարին են ծառայում, ուզում են ոտ պահել, անպայման բարին կհաղթե չարին։ Եվ պարոն Ղուկասյան, ձեր վերջին ասուլիսից հետո շատերը ձեզ քննադատեցին, ասացին, որ սեքսիստական, այո, բռնություն կանանց հանդեպ, կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպություններ, տարբեր մարդիկ ասացին, որ դուք կանանց հանդեպ սխալ հայտարարություններ կարել, սխալ միտք եք արտահայտել։ Գիտեք ինչ, ես նախ ամոթ եմ զգում ձեզանից, որ ձեր մոտը սեքսիստական բառն եմ օգտագործում, կամ դուք ինձ ասեցիք։ Ես չգիտեմ իրանք ինչի նկատի ունեն այդ կանայք, բայց ես գիտեմ, որ 12500 քառակուսի մետր հողերը տվեցին, այդքան ջահելներին սպանեցին, դրանց ձեները մենք չլսեցինք, բայց հիմա ես երբ որ Գրիգոր Տատևացու հարցմանց գրքից ասել եմ այն ինչ որ գրված է Գրիգոր Տատևացու հարցմանց գրքի մեջ, թե ասում է վայ ձեզ կանայք, որ գայթակղության պատճառն եք հանդիսանում տղամարդկանց, դա չի նշանակում սեքսիստական։ Դա նշանակում է, որ զգաստ պահեն կանայք իրենց հագուստներից։ Օրինակ, բեմական հագուստ կա, պլավկով դուրս են գալիս, դա բեմական հագուստ է հիմա։
թե ազատություն է։ Այդպիսի ազատություն խայտարակություն է դա։ Մենք այդպիսի բան չգիտենք։ Մենք ինչ որ տեսել ենք մեր մայրերից եւ մեր քույրերից, մեր մեծերից ինչ որ տեսել ենք, մեր տատիկներից, մենք ուզում ենք դա տեսնել։ Մենք չենք ասում, գիտեք, ինչ կային հին նախնադարյան ձևով առաջնորդվենք։ Մենք այդ բոլորը գիտենք։ Մենք գիտենք, որ ասում է եկա ոչ թե հինը ջնջելու, այլ հնի վրա նորը կառուցելու։ Մենք այդ էլ լավ գիտենք, լավ հասկանում ենք։ Բայց ինչ որ ես ասում եմ սուրբ գրքերից։ Եթե իրանք սուրբ գրքերից վատ են զգում, թող ենքան վատ զգան։ Ինձ համար հեչ արժեք չունի, որ մարդիկ կարող է վատ զգան։ Եվ հետո դրանց այդ ձևի անտասցիրակ պահվածքը, ես ասեցի, չէ, որ այսքան ինչ տեղի ունեցավ հայոց երկրում, այսքան երդասարտներ նահատակվեցին, այսքան հողերն ու 378 եկեղեցի թուրքին տվեցին, ձայները չլսեցինք, ես ասել եմ Գրիգոր Տատևացի խոսքերը, սրանք սեքսիստական, այդ հետո կինը ամոթել է, որ սեքսիստական բառեր է օգտագործում։ Ես ամոթ եմ զգում իրենց տեղը, թող իրանք մտածեն այդ սեքսիստ բառերի համար։ Ես չգիտեմ էլ դա ինչ է, իրանք ինչի նկատի ունեն։ Բռնության կոչ եք արել։ Դու ինչ բռնություն, խելոքեստան իրանց տեղը նստին, մենք իրանց հետ ինչ գործ ունենք, ինչ բռնություն, ինչ բան։ Այդ ինչ որ շար են ուզում տալ, մենք է շարերը հասկանում ենք։